Բարև ձեզ, եթերում բացարձակ արժեքն է, իսկ այսօրվա իմ հյուրը երգչուհին Նարեկ Գրիգորյանն է, ողջույն Նարեկ։ Ողջույն Անահիտ ջան։ Ուրախ եմ քեզ կրկին տեսնել իմ տաղավարում, ես ինքս ինձ կարծես թե խոստացել եմ քո ամեն Հայաստան այցի ժամանակ մենք պետք է հանդիպենք, որովհետև հետաքրքիր է լսել քեզ։ Շնորհակալ եմ, նախ մերսի շատ հրավերի համար, եւս մեկ անգամ մենք խոսել ենք արդեն, շնորհակալություն, որ ինձ հիշում եք։ Եվ պարտաճանաչ կերպով ամեն ինչ կազմակերպում է, ամեն դեռևս 2 տարին մեկ, չնայած կաշխատեմ ավելի հաճախ։ Հաճախ լինենք, այո։ 2 տարի առաջ էիր Հայաստանում ու ես երբ պատրաստվում էի զրույցին, նայում էի մեր զրույցը ու համեմատականներ անցկացնելով այսօրվա եւ 2 տարի առաջվա հետ ամեն ինչ փոխվել է։ Կերպարային առումով Նարեն այլ է, գեղեցկացել է անչափ, ստեղծագործական առումով եւս։ Ուզում եմ վերադառնանք եւ հասկանանք, թե ինչպես եղավ այդ փոփոխությունները։ Որտեղից սկսեմ։ Կուզենայի հասկանալ, որտեղից սկսել առաջնահերթ։ Դիմել եմ բարիատրիկ վիրահատության։ Իդեպ, Անահիտ ջան, առաջին հաղորդումն է, որ էքսկլյուզիվ կարող եմ խոսել այդ մասին, ոչ թե կարող եմ, այլ երբևիցե չի եղել ինձ մոտ այնպիսի բան, որ չեմ կարող խոսել կամ չեմ ցանկանում ասել կամ պետք է ցանկանալ ուրիշ ձև ասել։ Մի խոսքով, արել եմ բարիատրիկ վիրահատություն, որի համար շատ ուրախ եմ, որտեղ ունեի բազմաթիվ առողջական խնդիրներ, մեկը մեկին հաջորդող, մեկը մեկից ծնվող ու այնպես ստացվեց, որ արդեն կանգնեցի մի շատ դժվար փուլում իմ կյանքի, մանավանդ այնտեղ ու արդեն եկա այդ որոշմանը, որ պետք է վիրահատվեմ, կորցրեցի բավականին շատ քաշ։ Գեղեցկացար, այո, գեղեցկացար բավականին։ Վերարժևորեցի ամեն ինչ, շատ մերսի, շնորհակալություն։ Եվ բացի դա, երբ որ ասում են, բայց ես փոշմանել, որ արել ես, ասում եմ, փոշմանել եմ, որ ավելի շուտ չեմ արել։ Միայն։ Ու պատկերացրեք բոլոր այն մարդիկ, ովքեր որ դիմել են այս վիրահատությանը, բոլոր նախատիժ նույն բանն են ասում։ Ես չեմ հորդորում գնալ դանակի տակ պարկել, կոպիտ ասած, եթե չկա ցուցում որևիցե, իսկ իմո ցուցումները մեկը չէին, մի քանիսն էին։ Եվ այդպես, ինձ քիչ վերաբերվում է երգին, ուրեմն երկար ժամանակ պետք էր ինձ տրամադրվելու համար, ամեն անգամ այդպես է լինում, գիտեք, ես ինձ ինչ հիշում եմ, ես 9 տարեկանից պրոֆեսիոնալ բեմում եմ, երգում եմ, շատ հաճախ երգել եմ շատ տարբեր արտիստների երգեր, մի հատ ժամանակ եկավ, որ ցանկանում էի իմ հեղինակային երգերով արդեն հանդես գալ, փորձեցի, սկսեցի, բայց ես քանի որ շատ վատ բնավորություն եմ, շատ արագ հիասթափվում եմ ամեն ինչից, մանավանդ երբ որ ճանապարհի միշտ չեմ, որ ճիշտ մարդիկ են հայտնվում, եւ այդ ժամանակ սկսում ես արագ կոտրվել ամեն ինչից ու փակում ես այդ էջը, փակում ես, հետո նորից աչքդ այնտեղ է լինում, ուզում ես հետ բացես, բացում ես, հետո նորից փակում ես, այդպես։ Ես այն երգչուհիներից չեմ, որ ամիսը 1, 2 ամիսը 1 պարտադիր ինչ-որ մի բան ներկայացնեմ, չնայած չեմ դատում բնականաբար, շատ ուրախ եմ, որ այդպես է, կարևորը որակ լինի իրականում, բայց ես այսպեսին եմ։ Ես անում եմ ամեն ինչ միայն իմ ցանկությամբ։ Չեմ նայում տրենդներին, ոչինչ չեմ փորձում ինչ-որ բան փոխել, ապրում եմ այնպես, ինչպես ես հարմար եմ գտնում։ Իրականում գովելի է, որ տեսակ կա, որը չի փոխվում, երգչուհու տեսակ կա, որը չի փոխվում, որը ճակերտավոր ասեմ, այո, չի փչանում ստեղծագործական առումով եւ այո, անդավաճան է մնում սկզբունքներին։ Դա կարծում եմ գովելի է, որովհետեւ այսօր շատ դեպքերում մարդիկ անում են այն, արտիստներն անում են այն, ինչը պահանջում են եւ հետո ասում են ինչու փոխեցինք մեր ձեռագիրը, ինչու շարժվեցինք։ Եթե գնայի այդ ճանապարհով, հա, եթե գնայի ստանդարտների հետևից, գնայի նրա հետևից ինչ որ սիրում են կամ չգիտեմ, ես ուղղակի ես չէի լինի։ Ես չեմ դատում ոչ մեկին, իսեր Աստծո սխալ չհասկանաք, բայց գոյություն են ինձ համար չգրված օրենքներ, որոնց որ ես հետևում եմ, ու նույնիսկ եթե ես չհավանեմ տվյալ երգի գործիքավորումը, ես չեմ մոտենա այդ երգին։ Ուղղակի ունեմ երաժշտական կրթություն ու շատ բաներ ինձ թույլ չեն տալիս, որպեսզի ես կարողանամ շեղվել այդ ամեն ինչից, որքան էլ որ ցանկանամ։
Հետո ունեցել եմ այնպիսի ուսուցիչներ, ովքեր որ կարծում եմ անընդհատ ինձ հետևում են, որտեղ էլ որ լինեմ։ Դրա համար չեմ կարող շատ շեղվել ճանապարհից։ Որքան էլ որ գայթակղիչ է։ Այո, գայթակղիչ է եւ բնականաբար այդ շեղումները խոստանում են նաեւ խոշոր գումարներ։ Մասամբ։ Բայց ես մի բան եմ հասկացել, որ գումարը ինչպես գալիս է, այնպես գնում է։ Միշտ։ Եվ անունդ է մնում։ Եվ կարողանում ենք այսպես վստահ խոսել։ Չէ, ես չեմ համարում դա ինչ որ ձեռք բերում, չեմ համարում դա ինչ որ առավելություն, ուղղակի ես այդպեսին եմ, ես չեմ ոչ փորձում եմ ինչ որ տրենդների հետևից գնալ, ոչ փորձում եմ ինչ որ բան, ինչ որ մարդկանց ապացուցել։ Միշտ չէ, որ շատ ակտիվ եմ սոցիալական կայքերում, մեկու մեջ կլինի, մեկու մեջ չի լինի, ես պարտադրված ոչինչ չեմ անում, չեմ ասում, ես պետք է այսօր այսպիսի հոլովակ նկարեմ, որովհետև այն օրը նա չեմ արել, որովհետև այսպես պետք է լինի, ցամոլ դա այնքան արհեստական է ամեն դեպքում։ Ահա, չեմ կարող։ Եթե ես տրամադրված չլինեմ, ես ոչինչ չեմ կարող անել։ Իսկ դա կարծում եմ դա այդպես ավելի անկեղծ է։ Տպավորություն է, որ դուք այսպես հանգիստ ապրում եք եւ երգում եք, որովհետեւ այդ երգով ապրում եք, ինչպես մեր նախորդ զրույցի ժամանակ էլ խոստովանեցիք, որ երգը ձեզ ապրեցնում է, երգը ձեզ նոր կյանք, նոր շունչ է տալիս, առանց դրա չեք կարող եւ պարզապես ապրում եք, խնամում եք ձեր երեխային, ուղակի ապրում եք ու միաժամանակ նաև երգում եք, որովհետև սիրում եք, որովհետև չեք կարող չերգել։ Այլ կերպ ուղղակի հնարավոր չէ։ Ես փորձեր արեցի չերգելու, բայց կարճ ժամանակ անց էլի հետ վերադառնում ես, այդ որ ասում աչքդ մեջն է մնում միշտ։ Անհնար է առանց դրա։ Ճանապարհին սխալ մարդկանց հանդիպելու մասին խոսեցիք։ Ուզում եմ հասկանալ, արդյոք Նարեն, հիասթափվող Նարեն, շուտ էլ կոտրվում է։ Այս ոլորտում պետք է ամեն դեպքում, կարծում եմ, պինդ լինել։ Ձեզ ինչպես է դժվար է այդ մարդիկ, որ հանդիպում են, եթե հասկանում եք, որ սխալ են նրանք ձեզ համար։ Հետ եք քաշվում, այսինքն ուզում եմ հասկանալ, կարողանում եք դռներ թակել ու գնալ առաջ, հաշվի չառնելով, թե ինչ խոչընդոտների եք հանդիպում։ Տեսեք, այնպես է դասավորվել, չգիտեմ, լավ է դա թե վատ է, ես շատ էմոցիոնալ մարդ եմ, որքան էլ հիմա այսպես հանգիստ նստած եմ, չափից դուրս էմոցիոնալ եմ ու ամեն բառ, ամեն նախադասություն, ամեն մի հայացք կարող է ինձ շատ ուժեղ խոցել ու առաջ ես գուցե չխոստովանեի կամ գուցե այդպես խորը չնայի ամեն ինչին, բայց դա ինձ խոցում է, ես դրանից հիասթափվում եմ, բայց ցանկությունս այդ ամենը իրականացնելու մեծ լինելու պատճառով միանշանակ հետ եմ գալիս, բայց չեմ հետ գալիս այդ դռներ թակելով, ջարդելով, անցնելով, ավելի հանգիստ, ավելի լավ, երբ որ ժամանակն է։ Ես կարծում եմ յուրաքանչյուր քայլ մարդ իր կյանքում պետք է ոչ թե այդպես անի, այլ գիտակցված անի ամեն քայլ։ Պետք չի ընկնել ինչ-որ պրինցիպների հետևից, որ չէ, ես պետք է անեմ։ Okay, կան մարդիկ, ովքեր որ այդպես են մտածում, չեմ դատում, էլի եմ ասում, բայց իմ տեսակն այլ է։ Ես սիրում եմ ամեն ժամանակին լինի։ Ու եթե պետքա լինի ինչ-որ բան, միշտ լինում է, անկախ իմ կամքից։ Եթե պետք չի լինի, ինչքան էլ պայքարեմ դրա համար, երբևիցե ոչինչ չի լինի։ Կյանքն է այդպես դուրս տվել։ Կարծում եմ, այո, ես էի ուզում ասել, տարիքի հետ գալիս է մի կետ, որ հասկանում ես, որ իրականում պետք չէ էներգիա դնել ինչ-որ մի բանի համար պայքարելու համար։ Ես կարծում եմ դրան պետք է գալ ուղղակի, դա կլինի տարիքի հետ, դա կլինի ուղղակի ապրած կյանքի հետ, թե ուղղակի մարդ իմաստուն է լինում շատ դեպքերում, չգիտեմ դրանից որն է ինձ բաժին ընկել, ամենայն դեպս հիմա մի քիչ ավելի հասուն եմ, մի քիչ ավելի մեծ եմ ու ամեն ճիշտ հունով գնում է արկաստո։ Նարը խոսեցինք առողջական խնդիրների մասին, սովորաբար երբ ծնող ես լինում ու ես իմ օրինակն եմ վերում ու երբ որ ինչ-որ առողջական խնդիր ես ունենում ու ես նույնպես էմոցիոնալ եմ, այդ հարցին արդեն երբ նայում ես երեխայիդ ու առողջական խնդրիդ, այլ կերպ ես մոտենում, սկսում ես այլ ձև գնահատել առողջությունը, այլ ձև գնահատել կյանքը եւ այլն։
Ուզում եմ վերադառնանք կյանքի ձեր այդ փուլ։ Նշեցիք, որ մի քանի խնդիրներ էին առաջ եկել։ Ինչ էր կատարվում այդ ժամանակ ձեր ներսում։ Երբ հասկանում եք, որ ցանկացած վիրահատություն, ամեն դեպքում վիրահատություն է, որ պատրաստվում եք գնալ այդ քայլին, որոշակի առումով հանուն նաև փոքրիկի։ Միանշանակ, որովհետև ես զգում էի, որ ժամանակի ընթացքում ես շատ էի հյուծվել, շատ էի հոգնել, ունեի բազմաթիվ խնդիրներ, չեմ ուզում բարձրաձայնել անկեղծ, որովհետև հետ գնալ ու հիշել այդ ամենի մասին արդեն իսկ ցավ է։ Մի խոսքով, ինձ շատ արդեն դժվարացել է շարժվել այդտեղից ու երկար քայլել, իսկ ես բալիկիս ուզում էի տանեի լավ տեղեր, այգի, խանութներ, ինձ համար արդեն դա այն պրիմիտիվ թվացող բաները, որոնք որ մարդկանց համար նորմալ են, լավ չեն, նորմալ են, ինձ համար շատ լավն էին դրանք, որովհետև միշտ չէր որ ունենում էի այն էներգիան, որը որ ցանկանայի երեխայի հետ անցկացնել։ Այդպես, մի օր ուղղակի հասկացա, որ այս ամենը պետք է վերջ տալ ու գնացի այդ քայլին։ Ես երբևիցե մի անգամ կարծեմ սոցիալական միկրոբլոգի մեջ շատ տենց սպոնտան որոշեցի, տենց փոքրիկ պատմություններով, տենց ստորիների բաժնում ուղղակի կիսվեցի եւ անցա առաջ, որպեսզի նախ անկեղծ լինեմ բոլորի հետ, որովհետեւ շատերը չէին հասկանում ինչ է ինձ հետ կատարվում։ Շատերը մինչև հիմա դրսում տեսնում են, չեն ճանաչում, չեն բարևում, հետո ասում են, նոր ես ոնց ես փոխվել։ Իհարկե հաճելի է շատ լսել նման խոսքեր։ Հիմա արդեն մի քիչ սկզբում շատ բարդ էր իհարկե դրա հետ ապրելը։ Ու այդ խնդիրները իրենցով ինձ արդեն սահմանափակում էին իմ շարժումները, սահմանափակում էին իմ կյանքը, իմ ամեն ինչը։ Ես եկա դրան այդ մտքին, որ առաջնային ես պետք եմ իմ երեխային առողջ։ Առաջնային, բոլորից շատ, ամենից շատ բալիկս է, որ չպետք է տեսնի, ինչպես է իր մայրիկը հոգնած, ինչու է մայրիկը անընդհատ հոգնած, ինչու ունի այս խնդիրները, պետք չէ, պետք է տեսնի մայրիկին առողջ, առույգ, ուժեղ, գեղեցիկ։ Այո, ինչպես այսօր ես։ Շնորհակալ եմ։ Նարե, եթե խոսենք ակտիվության մասին Ամերիկայի Միացյալ Նահանգներում որպես երգչուհի, հա, 2 տարի առաջ կարծես թե դուք նոր ինչ-որ քայլեր էիք պլանավորում այնտեղ իրականացնել կամ ավելի քիչ էիք երգում, հա, սակայն երբ հիմա հետևում եմ ձեր միկրոբլոգին, նկատում եմ, որ կարծես թե դուք ձեր ապսեի մեջ եք, դուք ապրում եք այդ ամենով եւ ավելի շատ եք տրվել երգին։ Համեմատականներ եթե անցկացնենք ԱՄՆ-ի եւ Հայաստանի լսարանի միջև։ ԱՄՆ-ի եւ Հայաստանի լսարանի միջև։ Ես ես անկեղծ կլինեմ, ես տարբերություն կա իհարկե, շատ կա, բայց բոլոր դեպքերում նախ եկեք սկսենք այնտեղից, որ այս թեկուզ այս 2 տարիների ընթացքում բավականին մարդիկ ցավոք սրտի թե բարեբախտաբար ավելի ցավոք սրտի տեղափոխվել են Միացյալ Նահանգներ ու շատ հաճախ երբ որ այնտեղ փողոցում քայլելուց կամ ինչ-որ միտեղ գնալուց տեսնում ես, որ մեծամասնությունը, եթե ոչ բոլորը մենք ենք։ Այո, երևանցիներ, գյումրեցիներ, արարատցիներ, այսինքն հայաստանցիներ, հասկանում եք։ Տեսնում ես, այստեղից, այնտեղից ու նույնիսկ չէիր կարող պատկերացնել, որ այդ մարդկանց ոչ թե չէիր կարող պատկերացնել, որովհետև անհնարին էր դա, ուղղակի մի տեսակ չես պատկերացնում։ Դու գիտես, որ դու այլ մարտամակում ես ու օվկիանոսից այս կողմ ես ու մեկ էլ տեսնում ես այն մարդկանց, ում տեսել ես, օրինակ, չգիտեմ, Թումանյան փողոցում քայլելուց միասին։ Օրինակ դա ուղղակի վերեցի։ Որոշակի առումով եւ հուսադրող է եւ ցավալի։ Եվ միանշանակ, այնտեղ այն առումով է լավ, որ քիչ են մարդիկ այստեղ մնում ում կարոտում եմ, հա, այդպես որ մի քիչ այդ կողմից որ նայեմ, եթե էգոիստ գտնվեմ ու այդպես մտածեմ, իհարկե ցավոտ է, որ ավելի շատ այնտեղ ենք լինում, այստեղ չենք լինում, չնայած բոլոր դեպքերում որքան ունենամ ժամանակ, հնարավորություն, տարբերակ, միանշանակ շատ հաճախ կգամ Հայաստան, որտեղ ես այստեղ ինձ շատ լավ եմ զգում։
Իսկ փոփոխությունների մասին, տեսեք 2 տարի առաջ եք այստեղ, վերադարձաք, ինչն է ձեր աչքին այստեղ փոխվել։ Շատ գեղեցկացել է Երևանը, Հայաստանը։ Մի քանի մարզերում եմ եղել, իսկապես շատ, գիտեք, շատ հաճախ ասում են, հիմա արդեն ավելի շատ եմ լսում այդ արտահայտությունը, որ հետ կգաս Երևանում ապրես։ Եթե առաջ կմտածեի կամուկացի մեջ կընկնեի ավելի շատ, որովհետև հաշվի առնելով բոլոր հարցերը, որոնք որ ես այնտեղ թողել եմ ու եկել եմ ու այդքան հեշտ չի այդ հարցերից ազատվելը, հիմա ավելի լուրջ եմ սկսել մտածել այդ մասին, որտեղ ես այստեղ ինձ այնքան լավ եմ զգում։ Ես չեմ դադարի ասել, որ Երևանը, Հայաստանը լավագույն քաղաքը, լավագույն երկիրը։ Ապահով Ապահով, գեղեցիկ, սրտաբաց, ջերմ, ամեն ինչ է այստեղ քաշում է ինձ, ամեն ինչը։ Գիտեք ցավալին որն է, որ երևանցիների գրեթե 50%-ն են մտածում են, որ Ամերիկայում է այդպես, որ Ամերիկայում ծառերից դոլարներ են կախված, որ Ամերիկայում շատ հեշտ է ապրելը, որ Ամերիկայում այ ոդքս որ ընկնի Ամերիկա, այդ ժամանակ կհասկանաք։ Դե ես կարող եմ ինձ համար խոսել ու իմ հարազատ մարդկանց անունից կարող եմ խոսել, ես այնտեղ շատ ընկերներ ունեմ, հարազատներ ունեմ։ Ես չեմ ճանաչում գետ մեկ հայի, անկեղծ կլինեմ ձեզ հետ, որ աչքը, սիրտը, բոլոր օրգանները այստեղ չլինեն։ Նա ուղղակի ֆիզիկապես այնտեղ է գտնվում, հոգին, ամեն ինչ այստեղ է։ Ես չեմ ճանաչում մեկ հայ, ով ինձ կարող է ասել ու բարեբախտաբար, որ կարող է ասել, ես չեմ ուզում գնալ հետ Հայաստան, բոլորը ցանկանում են։ Հավատացեք, շատ հեշտ է այստեղից խոսել, դուք Սփյուռքում եք ապրում, ձեզ համար հեշտ է, դուք հեշտ չի։ Էմիգրանտ դառնալը դա ընտրություն է, իհարկե, բայց միևնույն ժամանակ շատ ցավոտ է ապրել մի երկրում, որը որ քոնը չէ, ու չի լինի երբևիցե։ Կունենաս դու քաղաքացիություն, կունենաս դու ինչ-որ թղթեր, որոնք որ քեզ կացությունդ կապահովեն կամ քեզ միլիոններ կապահովեն, չգիտեմ ինչպես դիմեմ այդ ամեն ինչին, բայց հասկանում եք, չէ՞, ինչի մասին է խոսքը։ Իհարկե հասկանում եմ։ Հետաքրքիրն այն է, որ գրեթե բոլոր հյուրերս, ովքեր Ամերիկայից գալիս են այստեղ ու հյուրընկալվում են, գրեթե բոլորը դա են նշում, որ կապ չունի թե այնտեղ ինչեր ունես, կապ չունի թե ինչ աշխատանք ունես, ինչքան հեշտ ես, միգուցե նաև վաստակում տարիներ անց արդեն, այստեղ ուրիշ է։ Ուրիշ է։ Պապաս մի հատ լավ խոսք ունի, միշտ ասում է, ամեն մարդ, որ երկրում որ ծնվել է, որ ազգությանը պատկանում է, իր երկրում պետք է ապրի։ Այլ կերպ չեմ պատկերացնում։ Ես իմ կամքով չեմ գնացել Միացյալ Նահանգներ, շատերը ասում են, դե ձեզ հեշտ է այնտեղ, դուք ինչ։ Շատ բարդ է էմիգրանտ լինելը, շատ բարդ։ Իսկ եթե երեխա մեծացնելու մասին խոսենք։ Գիտեք, բարեբախտաբար կարող եմ ասել, ու հիմա արդեն ավելի հստակ կարող եմ ասել, առաջ գուցե այդքան շատ չառնչվեի այդ ամեն ինչի հետ։ Ես հիմա Միացյալ Նահանգներում դասավանդում եմ արվեստի դպրոցում, որտեղ Պանար Art School-ն է, շատերին քաջ հայտնի, որտեղ գալիս են շատ հրաշամանուկներ, բոլորին շատ սիրում եմ, բոլորին կարոտում եմ շատ, դասավանդում են հայոց լեզու գրականություն, վոկալ ոճաբանություն, իդեմս ինձ, պար, դերասանի վարպետություն, մի խոսքով, շատ տարբեր առարկաներ ու տեսնելով այնտեղ մեծացող փոքրիկներին, քանի որ առաջ չէի դասավանդում, երբ որ եկել էի հյուր անցյալ անգամ, ես այս ընթացքում ուղղակի հասկացա, թե ինչքան լավ փոքրիկներ մենք ունենք։ Ու ամեն ինչ այդքան էլ բարդ չէ ու ամեն ինչ այդքան կորած չէ, որքան մենք կարծում ենք երեխա մեծացնելու։ Այո, իհարկե ցանկությունը շատ մեծ էր, բնականաբար, ապրել այստեղ, որպեսզի բալիկս այստեղ հաճախի դպրոց կամ ինչ-որ ուրիշ խմբակների բաների մեծանա այստեղ իր հող ու ջրի վրա ավելի պինդ մեջքով միանշանակ, բայց տեսնելով հիմիկվա նոր եկող սերունդին, փայլուն սերունդ ունենք։ Դուք պետք է տեսնեք, թե ոնց են արտասանում Համոսայանի բանաստեղծությունները, թե ոնց ինչքան շատ գիտեն, տեղեկություն ունեն Կոմիտասից, ինչքան մեծ հպարտությամբ խոսում են այն մասին, որ իրենք հայ են։ Ու այդ ամենը տեսնելով դու
ուղղակի հասկանում ես, որ եթե նա կարողացել է, եթե այդ ընտանիքում ծնված մեծացած Միացյալ Նահանգներում ապրող ընտանիքը կարողացել է, ուրեմն դու էլ կարող ես։ Ցանկությունն է ընդհանրապես պետք։ Կան մարդիկ, ովքեր որ գնում են շատ ուրիշ բաների համար չէի դատի, բայց այս բանը կդատեմ իսկապես, որ մոռանում են շատ իրենց լեզուն, շատ մոռանում են ու 2 ամիս, 3 ամիս բնակվելուց հետո շատ ոչ հայերեն են խոսում, բոլոր հնարավոր լեզուներով, բոլոր ամեն երկրորդ բառը խոսում են ոչ հայերեն լեզու, անգլերեն սովորաբար ավելի շատ ու ինձ համար ցավոտ է, եթե հայ ես, պետք է խոսես հայերեն, որովհետև քեզ հասկանում են հայերեն, եթե ամերիկացու հետ ես խոսում կամ ցանկացած այլ ազգի ներկայացուցիչի հետ ես խոսում, ով չի հասկանում քո լեզուն, այո, ստիպված ես խոսել, բայց կարելի է չխառնել այդ ամեն ինչի իրար։ Խոսեք մաքուր հայերենով։ Մեր տանը մենք ունենք ես, ամուսինս, բալիկս, շունիկս, եթե իրան էլ ընդգրկենք։ Մենք տանը ոչ մի անգլերեն բառ չենք օգտագործում, կատեգորիկ։ Մենք գիտենք բոլորը շատ լավ անգլերեն, խոսում ենք այն մարդկանց հետ, ովքեր որ մեզ չեն հասկանում հայերենով։ Իսկ հայի հետ պետք է խոսել հայերեն։ Կարծում եմ հիմա շատերն են դիտում ձեզ եւ որոշակի առումով նաեւ օրինակ կարող են լինել ձեր խոսքերը։ Նարե, ես նկատել եմ, որ ձեր վերջին երգը որոշակի առումով շրջադարձային եղավ ձեր կարիերայում։ Ուզում եմ մի փոքր խոսենք այդ մասին, ստեղծման մասին եւ ինչով էր պայմանավորված ձեզ շրջադարձային լինելը։ Չեմ կարող ասել, դա ավելի շուտ ինձ թվում է այդ հարցին դուք կպատասխանեք, շրջադարձային ես ոչ մի ես արել եմ այն, ինչ որ իմ սրտից է բխել ուղղակի։ Իսկ երգի ստեղծման հետ կապված շատ հետաքրքիր բան ստացվեց։ Նարին Հարությունյան, իմ շատ սիրելի, ով երգի հեղինակն է, բազում երգեր ունի գրված, նա սովորաբար երգում է իր հեղինակած երգերը, լսում էի, շատ սիրում էի, ունեի իմ ֆավորիտ երգերը, ու միշտ ասում էին, Նարի ջան, շատ եմ ցանկանում, որպեսզի իմ համար մի երգ գրեք, բայց որ իմ համար դա լինի։ Նա բավականին լավ ճանաչելով իմ տեսակը, շատ երկար տևեց այդ process-ը, որովհետև ցանկանում էր, որ մաքսիմալ ես լինեմ երգի մեջ, ամեն դեպքում, եւ բառերի հետ, խոսքերի հետ կապված, եւ երաժշտությունը, եւ ամեն ինչը, որպեսզի օրգանիկ գնա ինձ հետ քայլի։ Այնպես դասավորվեց, որ անցյալ տարի նոր տարուց առաջ մոտավորապես արդեն երգը պատրաստ էր։ Բնականաբար ոգևորությունն իր հերթին եկավ, որովհետև երբ որ լսեցի խոսքերը, շատ սրտիս կպան մի անգամից, շատ սիրեցի եւ շատ շնորհակալ եմ Նարին Հարությունյան եւս մեկ անգամ, որ նվիրեց այդ գեղեցիկ երգն ինձ ու պատկերացրեք, ես երբևիցե չեմ պատկերացրել, որ ինչ որ կոնկրետ թեմատիկայով երգ պետք է երգեմ։ Իրականում, որ խորանանք այդ երգի մեջ ոչ մի կոնկրետ թեմա չկա, շատ տարբեր բաների միաձուլում է։ Ամեն մարդ այդ երգը լսելով իրենն է պատկերացնում։ Բայց շատ հաճախ ինձ ասում են, այս ինչ գեղեցիկ երգ է, այս ինչ գեղեցիկ երգ է։ Այդ լսում եմ, անկեղծ երբ որ լսում եմ այդ ամենը, ես ուղղակի թևեր եմ առնում։ Իսկ երբ որ այն ժամանակ ասացի, երբ որ սխալ մարդկանց շրջապատում ես լինում, ովքեր որ ասում են, դե երգ է էլի, կաշխատի, բայց ես չեմ անում երբևիցե մի բան, կաշխատի այն թե ոչ։ Ես անում եմ իմ սրտի համենայն դեպս անկեղծ եմ, ինչ որ իմ սրտից է բխում։ Չեմ անում, որովհետև պետք է անեմ։ Եթե պետքով լիներ, ես հիմա բազում տեսահոլովակներ երգեր կունենայի։ Կարծում եմ եւ հնարավորությունը եւ ձայնը եւ տվյալները։ Իհարկե, ինձ պետք չի այդ ամենը։ Ես ուղղակի սրտից ձայնին լսեցի։ Ձայնագրվեցինք ու ես շատ ուրախ եմ, որ ամեն վարքյանին, ամեն քայլին, ամեն նոտային հետևել է հեղինակը։ Ինձ համար շատ կարևոր է, որ հեղինակի գործը, որ ես երգում եմ, ես ուզում եմ հասկանալ, թե նա ինչպես է զգացել այդ երգը։ Դրա համար գործիքավորումից սկսած, մինչև ձայնագրություն, հետո արդեն մնացած տեխնիկական հարցերը բոլորը վստահեցի, ասեցի։ Ձեր երգն է, դուք եք գրել, ես ուզում եմ, որ ամեն ինչ ոնց որ դուք եք զգացել ձեր ներսում, որ բաց եք թողել այդ ամենը, թող ձեր սրտով լինի։ Եվ եղավ այնպես, որ ոչ թե իր սրտով եղավ ու ես ուղակի երգեցի, այլ շատ իմ սրտով եղավ եւ նրա սրտով եւս։
Նա հետաքրքիր է Ամերիկայում երաժշտությամբ զբաղվելը իրականում այդքան փայլուն է, որքան որ դրսից է թվում։ Ես անկեղծ չեմ գտնում ոչ մի տարբերություն, կլինի դա այստեղ, թե կլինի դա այնտեղ, այնտեղի փողն է ծախսում, այստեղի փողն է ծախսում, բացարձակ տարբերություն չկա, բայց դա կախված է նրանից, թե ինչպես ես դա ներկայացնում։ Ամենակարևորը։ Իհարկե, ինչպես ինչ աստիճան ճոխությամբ ես այդ ամենը ներկայացնում, կամ ինչքան համեստ ես դու, դա արդեն շատ ինդիվիդուալ հարց է։ Ես Երևանում եմ Փառք Աստծո, իմ մասնագիտությամբ միշտ աշխատել, վաստակել եմ գումար միմիայն իմ աշխատանքով, փաստորեն վերջին տարիներին մանավանդ, նույնը անում եմ այնտեղ։ Դասավանդում եմ արվեստի դպրոցում, որի համար շատ ուրախ եմ, որովհետև ինձ համար նոր փորձ էր, ես անհատական աշակերտներ միշտ եմ ունեցել, բայց խմբով աշխատելու, տարբեր տարիքային խմբերի հետ աշխատելու, փոքրիկների 4-4.5 տարեկանից սկսած, որպեսզի հասկանաք, մինչև 20-21 տարեկան երեխաների, արդեն երիտասարդների մասին եմ խոսում, ովքեր որ նպատակներ ունեն, հնարավորինս շատ հայկական լինելու, հայեցի լինելու, բոլորին քարոզելու հայկականը։ Այնքան ուրախ եմ դրա համար։ Ձեր հանգստությունը կարծես թե փոխանցվում է։ Ես նստեմ էկրանից այն կողմ եւս եթե համեմատականներ անցկացնենք, տեսեք, խոսեցինք փոփոխությունների մասին, իհարկե դեպի լավը, բոլոր առումներով, ձեր ներսում կարծես թե այն հանգստությունը, որը որ նախկին թողարկման ժամանակ չկար, այսօր կա։ Գուցե Դե մեծանում ենք։ Ինչի՞ չէ նաև հասնում ենք այն կետին կամ նպատակներին, որոնց ձգտել ենք, ինչի՞ չէ նաև չենք խոսել այդ մասին։ Կային նպատակներ, կային երազանքներ, որոնք որ հիմա իրականություն են, մենք ապրում ենք դրա մեջ, շատ հաճախ չենք էլ գիտակցում, որ այդ ամենն արդեն իրականություն է, բայց երբ որ հետ ես նայում, հետադարձ հայացք ես գցում, այո, դու հասկանում ես ուղղակի, որ 10 տարի առաջ դու երազում ես այն մասին, ինչի որ հիմա ունես։ Ինչի հետևից ես ընկել։ Հենց դա է, ուղղակի պետք է վայելես այն ամենը, ինչ որ ունես։ Բնականաբար առաջ գնալով, առաջ քայլեր անելով, ես շատ ուրախ եմ, որ 2 տարի տարբերությամբ ես ունեմ փոփոխություն։ Թե կլինի դա արտաքնապես, թե կլինի դա մտքով, հանգստությամբ։ Ես ցանկանում եմ, որպեսզի 2 տարի հետո կամ 1 տարի հետո, երբ որ նորից գամ Հայաստան, լինեն էլի փոփոխություններ։ Սխալ կլինի, որ երբ որ մարդ կմնա նույն տեղում, դա շատ սխալ է, պետք է աճի բոլոր դեպքերում, իհարկե։ Այսօր Հայաստանում եք առանց երեխայի, ու միակ ցանկությունը գնալու է այստեղից երեխան է։ Միակը, հավատացեք։ Այո, եթերից առաջ մենք խոսեցինք, ես ձեր աչքերի արտահայտությունից արդեն հասկացա կարոտը, անհանգստությունը։ Սարսափելի է այդ առումով։ Ուրեմն իզարմանս ինձ եւ ոչ իզարմանս ամուսնուս, որովհետեւ գենետիկան այնպեսի բան է, խախպետ չի անել այդ ամենի հետ։ Ամուսինս ծնված օրվանից շատ սիրել է մեքենաներ եւ մինչ այժմ այդ ամենի մեջ է, շատ իր հոբին դարձավ մասնագիտություն։ Եվ փաստորեն եղավ այն, ինչ եղավ, որ հիմա փոքրիկս 6.5 տարեկան Ժիրայրը, ով 4.5 տարեկանից արդեն ուղիղ 2 տարի է զբաղվում է մի սպորտաձևով, որն ինձ համար չասեմ անհասկանալի է, չասեմ վտանգավոր է առաջնահերթ, ես չեմ կարողանում տեսնել, թե իմ բալիկը ոնց է 60 կմ/ժ արագություն վերցնում այս պահին, այս տարիքում ու քշում է կարծինգ, մասնակցում է միջազգային մրցույթների, արդեն ունենք 2 մրցանակ ու իսկապես նայում եմ եւ ապշում եմ, թե ինչպես է նախ ժամանակ այդքան արագ թռչում, որ 3 է ծնվել, հիմա 60 կմ/ժ արագություն է վերցնում ու երբ որ առերեսվում ես այդ ամեն ինչի հետ, իհարկե շոկ ես ապրում բոլոր իմաստներով, իրականում իր եւ Արամի ինձ հետ չլինել այժմ միայն կախված է այդ մրցույթներից, որոնք որ նրանք հայր եւ որդի մասնակցում են, այսինքն հայրը պրոդյուսինգ է անում բալիկին ֆինանսապես, հոգեպես, որ մայրը պրոդյուսինգ է։ Այո,
Այդպես, քանի որ դե բնականաբար ծնված օրվանից այդ ամենի մեջ է եղել, նրանից լավ ոչ ոք չի հասկանա, նրանից լավ ոչ ոք այդ ճիշտ խորհուրդները չի տա բալիկից, որպեսզի առաջ գնա շարժվի առաջ, սկսեց արդեն մասնակցել միջազգային մրցույթների իր տարիքային խմբի հետ, այնտեղ քաշայիններ կան եւ այլն տարբերություններ կան, այդպես սկսեց մասնակցել ու օրերից մի օր ցանկությունս հայտնեցի, ես նույնպես գնամ իրենց հետ, որովհետեւ ճանապարհը հեռու է մինչեւ այդ նշված վայրերը։ Գնացի ու ինքս ինձ խոսք տվեցի, որ երբևիցե այլևս չեմ գնալու, որովհետեւ ինչքան էլ ես տեսնում եմ, թե ինչքան հմտորեն է նա այդ ամենն անում, միևնույն է, չեմ պատկերացնում, մամայի համար, չեմ պատկերացնում։ Մոր համար ամենասարսափելի բանը, երբ որ տեսնում է իր բալիկը ինչ արագություն է վերցնում այդ տարիքում, ինչպես է կարողանում հմտորեն այդ մանևրել ու անցնել առաջ ու հաղթել, ես ուղղակի շոկ եմ ապրում անկեղծ, դրա համար որոշեցի, որ երբևիցե այլևս չեմ գնալու, ես տանը չեմ խանգարի, որովհետև իմ հուզմունքն ու իմ անհանգստությունն այնքան շատ է, ես չեմ ցանկանում դա փոխանցել բալիկին, միայն լավ էներգետիկա, իսկ լավ էներգետիկան թողնում ենք պապային, այո, որովհետև իսկապես հպարտանալու մեծ տեղ ունեմ, որ տեսնում եմ, թե որքան ուշադիր, հոգատար ու լավ պապա է նա, որովհետև իր չիրականացած երազանքներն է գուցե մյուս կողմից էլ իրականացնում բալիկի միջոցով, բայց եթե ես չտեսնեի այդ ոգևորությունը բալիկիս մեջ, ես երբևիցե դա թույլ չէի տա։ Հիմա գուցե ասեք, բայց ո՞նց ես թողնում այդ փոքրիկ բալիկին այդպես քշի։ Ոչ ոք իրեն չի սովորացրել քշել, սկսենք այդտեղից։ Բացարձակ ոչինչ իրեն չեն սովորացրել, իրեն ասել են, որ նա ձախը որը աչը, ինչպես պետք է արագություն տալ, ինչպես պետք է կանգնացնել այդ արագությունը եւ վերջ։ Ուղղակի գենետիկան, որ սկզբում ասում էի ամենաուժեղ բանն է, այդպես գնաց ուղղակի իր հետ։ Բացի այն, որ իրենք արտակնապես նույն մարդիկ են, ու ինձնից ոչինչ չկա այդ երեխայի մեջ։ Եվ նրանք բնավորությամբ եւս նույնն են, շատ նման են ու այդ իրենց այդ թիմը շատ եմ սիրում ու բնականաբար ցավով եմ ասում, որ այսօր ես մենակ եմ այստեղ, ես եկել եմ մի քանի հարցերով Հայաստան, իսկ նրանք չեն կարող ուղղակի, իսկ կարոտը խեղդում է ինձ, ես երբևիցե իմ բալիկին ամուսնուս այսքան հեռու չենք եղել իրարից, ամուսինս եղել է, երբ որ մենք Հայաստանում էինք, բայց բալիկիցս հեռու երբևիցե չեմ եղել, ցավում եմ շատ, բայց հասկանալով, որ պետք չի այդքան էգոիստ լինել ու միայն իմ մասին մտածեմ, իմ կարոտի մասին մտածելով բերեմ երեխային ու կտրեմ իր երազանքներից ու նպատակներից, դրա համար ես մենակ եմ այսօր։ Նարէ, իսկ հետաքրքիր է Ամերիկայում այդ սպորտաձևը ապագա ունի։ Հենց այնտեղ ապագա ունի, որտեվ ցավոք սրտի մենք այստեղ չունենք նման մեծ ճանապարհներ, մասնագիտացված ճանապարհներ, լիահույս եմ, որ շուտով կունենանք, խնդրում եմ ձեզ, այն մարդիկ, ովքեր կցանկանան այդ սպորտաձևը այստեղ ավելի ակտուալ դարձնելու, խնդրում եմ մի ոչ շուտ ասեք մեզ, Միացյալ Նահանգներից վերադառնանք Հայաստան, որովհետև այս պահին մեզ այնտեղ պահում է միայն մեր բալիկի սպորտը, ընտրած սպորտաձևը եւ ոչինչ, առհասարակ ոչինչ։ Մենք սիրով նորից այդ կվերադառնանք Հայաստան, խնդրում եմ արեք դա մեզ համար։ Հուսանք լավ միտք եք տալիս։ Իհարկե, շահավետ միանշանակ ու շատերից եմ լսում, որ եթե ունենայինք այդ ճանապարհները, այդ հնարավորությունները, բնականաբար այդ սպորտաձևը ակտուալ կլիներ ավելի շատ եւ ավելի շատ մարդիկ կզբաղվեն այդ սպորտաձևով։ Այստեղ չկա ցավոք սրտի շատ փոքրիկ ինչ որ տենց զվարճանքի կենտրոններում, հա, որոշակի տեղեր կան, փոքրիկ են, բայց ոչ պրոֆեսիոնալ եւ ոչ հեռանկարային։ Իսկ այնտեղ շատ ավելի մեծ են մեր նպատակները տղայիս հետ կապված, որովհետև երբ որ իրերն ենք հարցնում, մենք երբևիցե չենք անի նախ առաջնարդ մի բան, որը որ իր կամքին հակառակ է, նա շատ մեծ ոգևորությամբ սպասում է հերթական շաբաթ-կիրակին, թե երբ պետք է գնան, պետք է մասնակցեն, պետք է հագնի այդ բոլոր պաշտպանիչ կոստյումները, բոլոր այդ ապահովության համար նախատեսված այդ բարձիկները, այդ Սաղավարտը, այո, շատ գեղեցիկ բառ է, ինչու էի մոռացել, չգիտեմ։ Մի խոսքով, իր ոգևորությունը տեսնելով, բնականաբար մենք նույնպես ոգևորվում ենք, բայց ակտուալության առումով եւս մեկ անգամ
խնդրում եմ ձեզ, ովքեր որ ինձ լսում են հիմա եւ ցանկություն կունենան այդ սպորտաձևը այստեղ ակտուալ Դուք մեկ դարձնելու։ ընտանիք կբերեք Հայաստան։ Վստահ մեկ չէ, մի քանի ընտանիքներ կբերեք Հայաստան։ Այնպես արեք, որպեսզի մենք գանք Հայաստանում ապրենք։ Մենք շատ ենք սիրում Հայաստանը, շատ։ Իրականում տպավորություն է, որ դուք իրոք վերադառնալու եք։ Աստծով։ Այո, Դա իմ գեշ նպատակն է։ Եվ ուզում եմ խոսենք հաղորդման վերջում բացարձակ արժեքների մասին։ Որն է ձեզ համար բացարձակ արժեք։ 2 տարի անցել մեր նախորդ զրույցից։ Ես ունեմ իմ կյանքում արժեքներ, ես ունեմ իմ կյանքում գլոբալ բաներ, որոնցից որ հետ չեմ կանգնում երբևիցե։ Բացարձակ արժեք է իմ համար իմ ընտանիքը, իմ կրոնը, իմ հայրենիքը եւ իմ մասնագիտությունը։ Մասնագիտությունը վերջում եմ ասում, որովհետեւ ավելի կարեւոր բաներ կան այստեղ, միանշանակ ու ցանկացած հայ, ցանկացած մարդու ում վստահ եմ բոլորին հետ նույն հարցը տալիս եք, բոլորի պատասխանը պետք է որ նույնը լինի, որովհետեւ էլ ինչ հայ առանց իր հայրենիքի, էլ ինչ քրիստոնյա հայ առանց իր կնորնի, ես ուրիշ բան չեմ կարող ուղղակի ավելացնել, դա է միայն իմը եւ վերջ, եւ ինչ հայ առանց իր ընտանիքի, իր սրբության։ Շնորհակալ եմ Նարե, ձեզ հետ զրուցելու ժամանակը թրջում է, այսպես ասած, եթերաժամը ավարտվեց, հակառակ դեպքում մենք կշարունակեինք ավելի երկար զրուցել։ Պահեք մյուս հարցերը, Այո, ես ինձ սպասում բարի եմ։ խորհուրդս ձեզ, հուսամ այդ ճանապարհների հարցը որ շուտ լուծվի, մենք ավելի հաճախ կհանդիպենք այստեղ։ Շնորհակալ եմ եւս մեկ անգամ գալու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար, ստեցություն։ Իսկ իմ այսօրվա արտաքին տեսքի համար շնորհակալություն եմ հայտնում Իսահակյան 14 հասցեում գտնվող Ագա Image ստուդիոյին։ Եթերում բացարձակ արժեքներ։ Կհանդիպենք։